մեկնակետին ասուլիսի, նայպես խորհրդանի ուրիշներին, սրանք այցիկ են առանցքային դերակատարում են, որոնք որոնց շուրջ պետք է այո ակտիվությունը նաև միավորվի։ Խոսեցիք այստեղ նաև միասնական պլատֆորմի առաջարկի մասին Իշխան Սաղաթելյանի, ժամանակավորապես այո ծառայեցնել են ընդդիմադիր իրենց փոխադարձ մեղադրանքները։ Ուզում էի հասկանալ հստակեցնել դա ձեր Հայաստան դաշինքի առաջարկն է, թե անձնական առաջարկ Սաղաթելյանի կողմից եւ ինչ անել, որ պահպանվի այդ առաջարկը, որովհետեւ տեսնում եք լարում է հարթակներում, այստեղ էլ նշեցին, որ շարունակում է մնալ եւ նաեւ ձեզ առաջվող թեվում եւ մյուսներում եւ այլն։ Երկրորդ հարցը եկեղեցու հետ կապված խոսեցիք, բայց ճգնաժամն ինչպես հաղթահարվի, եկեղեցու Արագայում կարճաժամկետ հեռանկարում, ինչպես եք տեսնում այս խնդրի հաղթահարումը, որպեսզի մինչև վերջին եպիսկոպոս այսպես չգնան իշխանությունները, եւ նաեւ մեկ դիտարկում էր, ես որ գալիս էի ասուլիսի, այստեղ դուրս եկան մի քանի լրատվամիջոցներ, ասացին իրենց չեն ներգրավել, ինչ-որ պատճառ կա, որ իրենք չեն կարողանում հնարավորություն ունեն։ Հասկացա։ Որովհետև տեսա դժգոհություն կա նաև հրապարակային։ Հասկացա, նայեք, Իշխան Սաղաթելյանի առաջարկը մենք քննարկել ենք։ Դա ինքը իր գաղափարն է, բայց մենք քննարկել ենք։ Իհարկե, ոչ թե հավանություն տալ, քննարկել ենք եւ իսկապես ճիշտ է դա անել։ Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում, ուղղակի պետք է կոնստրուկտիվ մարդկանց հետ բանակցել։ Հիմա ինքը ում հետ հանդիպել, քննարկել այդ հարցը, բոլորը ողջունել են։ Բայց մեկ հարց է մեր իրականության մեջ, դու ողջունում ես, բայց հետևում ես, թե ողջունում ես ու հակառակն ես անում, այդ չգիտեմ։ Հիմա կփորձենք եւս մեկ անգամ հետևողական կփորձենք նպատակին հասնել։ Հիմա եկեղեցու հետ կապված, նայեք, ես մեկ անգամ ասել եմ, որ ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մոբիլիզացիոն ռեսուրս չունի եկեղեցու դեմ պայքարելու համար։ Եվ երևի տեսնում եք այդ վերջի պատարակները ինչպիսի բնույթ են արդեն կրում, ոնց որ չի կարող հետ քաշվի, բայց ուժն չի երիկում առաջ գնա, սա այն դեպքն է Խաչու մագու, не хочу, не могу, արդեն այդ բաների մեջ է, որ ասում է, и колется, и хочется, и колется, и мамка не велит, ռուսները այդպես մի բան ունեն, մի արտահայտություն ունեն։ Սա նշանակում է, որ դեռ եկեղեցին պիտի հասկանա, որ այդ ճնշումները լինելու են եկեղեցու նկատմամբ, բայց եկեղեցին պետք է իր ներքին ամրությունը ուժեղացնի։ Օրինակ ես մի քիչ ավելի կտրուկ կքայլեի, թեկուզ հարգում եմ այն մոտեցումը, որը վեհապար Հայրապետն է որդեգրել, բայց ես ավելի կտրուկ քայլերի կգնայի։ Կոնկրետ եպիսկոպոսների նկատմամբ, քաղաքացիների, որոնք ուղղակի բանը արենցիրի բանը կորսրել են։ Հիմա ինքը այդ ոչն է ընտրել, ես մի քիչ այլ ոչով կնախընտրեի շարժվել։ Եվ վերջի բանը դուք հիմա նայեք, մեկ մամուլի ասուլիս ես ունեցա, ավելի առաջ էր, 50-ից ավել լրատվամիջոց էր, պրոբլեմ էր իսկապես, վերջում խոշտանգում էր ուրիշ ձևի արդեն, վերջի մամուլի ասուլիսի ժամանակ ես առաջարկեցի մոտավորապես 30-ը չանցնել, որ մենք 2-2.5 ժամվա ընթացքում ավարտենք, այստեղ հարցը առաջանում ընտրության։ Հիմա կարամ ձեր հետ խորհրդակցեմ, ինչն ավելի լավ, լրատվամիջոց կանչել, հրավիրել, բայց հնարավորություն չտալ հարց տալու, ավելի վատ է, չէ՞ սա։ Հիմա մենք նման ընտրության առջև ենք կանգնած եղել։ Կանչել, բայց այն գլխից մի 10-15 հոգի կարող են հարցի հնարավորություն չստանալ, թե բոլորին այդ հարց տալու հնարավորությունը տալ։ Ինչ հասկացաք, պատճառը միայն սա է, եւ որոշակի սկզբունք, լրատվամիջոց անպայման լինի եւ սենց ասեմ, մի ցանկ ավելի շատ նայել ենք հետեւյալը, այդ լրատվամիջոցը ինչ տեղ է զբաղեցնում լրատվական դաշտում, դիտումներ եւ այլ, եւ ինչքանով այդ լրատվամիջոցը սենց բանի մեջ է, զաշորին է ասած այդ ֆրազը, ուզում եմ օգտագործեմ։ Սա է ընդհանրապես, ուրիշ պատճառ չկա։
ինձ իմիջիալուց մեր թիմում ասում էին, որ ում չհրավիրենք նեղանալու։ Ես ասում եմ, իսկ եթե հրավիրենք հարց չտա, ավելի շատ են նեղանալու, թե ավելի քիչ։ Ասեց ավելի քիչ։ Ասի օքեյ, ուրեմն գնանք այն ճանապարհով, որտեղ այդ ավելի քիչ նեղանալը, նո ավելի փոքր, ասենց ասեմ, բացասական ինչ որ ֆոն ունենալու ճանապարհով էս։ Միջշտում թրիփի հետ կապված ձեր խոսքից մեջ բերում թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, ասացիք, ինչ սպառնալիքներ եք դուք տեսնում, փակագծեր կբացեք, ինչ կարող է տեղի ունենալ, որտեղ բավական պատասխանատու հայտարարություն է։ Նայեք, ինձ ամենից շատը մտահոգում է Իրանի հետ սահմանի հանգամանքը եւ այն հայտարարությունները, որ մենք իրանական կողմից վերջերս լսեցինք։ Միացյալ Նահանգները հեռու են։ Իրենց համար այս տարածաշրջանը իսկապես ամենից կարևորները չեն։ Բայց Իրանի նկատմամբ շատ հավանական է նաեւ նոր ագրեսիայի, նոր գործողությունների ռազմական հեռանկարը։ Հիմա օրինակ 3 թե անցած օրը Միացյալ Նահանգների նախագահան եւս բավական կտրուկ հայտարարություններ արել։ Հարևանի հետ հարաբերությունները երբ փչացնում է, շատ դժվար է վերականգնել։ Շատ դժվար է։ Նույնիսկ կենցաղում, չէ՞։ Ում մոտիկ ես համարում, այդ մոտիկ մարդուն եթե դավաճանում ես, հնարավոր չէ հետո վերականգնել, վերանորոգել այդ հարաբերությունները։ Ընդհանրապես աշխարհ բանը գեոպոլիտիկա բառը երկու բառից է, չէ՞ բաղկացած։ Աշխարհագրություն եւ քաղաքականություն։ Աշխարհագրությունը դու չես կարող փոխել։ Ինքը կա։ Ուրեմն խոսքը գնում է դու քո քաղաքականությունը այնպես վարել, որ քո աշխարհագրությունը դառնա ոչ թե խնդրեմ, դառնա առավելություն։ Հիմա եթե քո հարևանը, որը այսքան տարիների ընթացքում ամենից դժվար պայմաններում sense որ սա փակ էր, Վրաստանում երկաթուղիներ էին պայթացնում եւ այլն, ո՞ր հիշում եք գազամուխ էին պայթացնում։ Այդ երկրի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելը շատ երկար եւ շատ ծանր է նստելու մեզ համար։ Մենք 15-20 հարևան չունենք, որ ասենք այս երկուսը հեչ են, 5-ը հեչ, այսքան ունենք։ Հասկացաք, ես նայում եմ երկարատև կտրվածքով։ Երկարատև կտրվածքը հետևյալն է, չի կարելի այսօր քայլեր անել, որով դու մեծ անվստահություն ես բերելու երկկողմ հարաբերությունների Իրանի հետ։ Ես իրավունք ունեմ սա ասելու, որովհետև ես հիշում եմ, երբ մենք գազամուխ էինք կառուցում, Միացյալ Նահանգներից այո փորձում էին մեզ խանգարել։ Հորդորում էին, պատվիրակություններ է եկել, բայց նստել, բանակցել, նկարել ենք, հաշվարկը տվել ենք եւ համաձայնել։ Նույնիսկ ես այն ժամանակ ցես այսպեսի մի բան ասեմ։ Ես առաջարկել եմ հետեւյալը։ Ասել եմ միասին կառուցենք։ Եկեք կոնսորցիում ստեղծենք հայ, Իրանը, Ամերիկա։ Եվ միասին երեքով այդ գազամուխ կառուցենք։ Նաև միգուցե սա մի փոքր մի բան կլինի, որտեղ ձեր մասնակցությունը կլինի համատեղ տարածաշրջանային պրոյեկտում։ Ես ոչ թե ասել եմ գործ չունեք, հեռացեք։ Ամերիկացիս քեզ բարև չեմ, հակառակը, փորձել եմ ներգրավել բավական լուրջ պաշտոնյաների հետ եղել այս խոսքը։ Ինչպես կարող է ներգրավել այս ծրագրում, Օրինակ, կոնսորցիում էինք, իմ առաջարկը շատ կոնկրետ էր, կոնսորցիում ստեղծել, կոնսորցիումի կողմերը մենք ենք, Իրանը եւ Միացյալ Նահանգները։ Իրենք ասացին կմտածենք, հետո ասացին, չէ, վիճակը այնպեսին մենք չենք կարող մասնակցել, բայց ձեր մտահոգությունները հասկանում ենք եւ խնդիր չենք ստեղծելու։ Որտեղ այն ժամանակ եւս սանկցիոն ինչ որ բաներ կային։ Ահմադինեջադի հետ այն ժամանակ բավական սրված էր հարաբերությունները, ինքը ասենց որպես ազգայնական նախագահ էր ընկալում հակաամերիկյան Միացյալ Նահանգների, բայց մենք այդ հավաստիացումը նաեւ ամերիկացիներից ստացել են։ Այս դեպքում թրիփի դեպքում հնարավոր էր Իրանին ներգրավել։ Ես համոզված եմ, չէ, թրիփի դեպքում Իրանին դժվար էր, բայց թրիփի դեպքում կամ Չինաստան կամ Ռուսաստան։ Հատկապես Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները այսօր պատրաստ են կառուցողական պրագմատիկ հարաբերություններ կառուցել։ Եթե իրենք Ալյասկայում հանդիպում են եւ քննարկում են թե համատեղ Արկտիկայում
ոնց կարող են աշխատել, իսկապես հնարավոր է։ Ես Տրամպի մեջ, բացի այդ էպոտաժային հատվածը, որը ինքը որը կա ուղղակի նաև գալիս է իր բնավորությունից, ոչ լուրջ պրագմատիկ մարդ է։ Իսկապես պրագմատիկ մարդ է։ Հա, շատերին դուրս չի գալիս, որ սենց սկզբից փեդով խփում է, հետո ասում անստենք խոսանք։ Այդ կա, հիմա սա կա։ Ես Բելգիայի վարչապետի մեջբերումը բերեցի, էլի, բայց իրենց հետ հնարավոր է նստել կոնկրետ ծրագրի շուրջ խոսալ, ուղղակի ոչ ոք դա չի արել։ Չի արել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուրախացել է, որ գնա Տրամպի հետ նկարվի։ Իրեն նկարա պետք ընտրությունների համար։ Որովհետև բանակցելու համար որը ժամանակ կարողա օգոստոսի 8-ին չստորագրեին, օրինակ սեպտեմբերի 8-ին ստորագրեին կամ հոկտեմբերի։ Համբերություն չունի այս մարդը։ Գրավային Չինաստանի։ Իսկական համբերություն չունի, որ նստեն, աշխատեն, նորմալ տարբերակի գան, համոզված են, որ ամերիկացիներին հնարավոր է ցույց տալ, որ նաև իրենց շահերից է սա բխում։ Դրա համար իմ մոտ մտահոգությունը հետևյալն է. միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով Իրանի հետ այս ձևով վարվել չի կարելի։ Քո հարևանն